Ադրբեջանից Հայաստան վերադարձած խաղաղության կամուրջ գցող փորձագետները հարյուրավոր պատճառներ ունեն Բաքու կամ Գաբալա չգնալու և այստեղ մեր երկրում ադրբեջանցիներին չընդունելու համար, բայց դրա փոխարեն առաջ են բերում ընդամենը մեկ հիմնավորում, թե ինչու պետք է փոխայցելությունները շարունակվեն։ Այս այցելությունները նպաստում են խաղաղության օրակարգի առաջ մղմանը։ Ժամանակին Իլհամ Ալիևը այդպիսի ելույթ ուներ, որ ինքը թույլ չէր տալիս բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խաղաղությամբ և բարեգործությամբ, մասնակցել ծրագրերի և հայերի հետ հարևանություն կառուցել։ Ես չեմ կարծում այդ հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը փոխվել է, ուղղակի ինքը հատուկ ընտրել է մարդկանց, որոնք ներկայացնում են կոնկրետ ադրբեջանական թեզեր, ասել են հիմա դու այսօրվանից կլինես քաղաքասարակություն ու կգնաս կհանդիպես հայերի հետ ու նենց կանես, որ մենք ձևացնենք, թե խաղաղություն են կառուցում։ 2020 պատվիրակությունների պատասխան հանդիպմանը հայ փորձագետները ադրբեջանական Գաբալա հասել էին ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիներն էին եկել Ծաղկաձոր, սահմանազատված, սահմանագծված միակ ճանապարհը կտրելով։ Եթե ամփոփ, ապա և Հայաստանում և Ադրբեջանում պաշտոնյաների հետ հանդիպմանը միևնույն թեզն են լսել, և այստեղ և այնտեղ քաղաքասարակությունների ներկայացուցիչներին վստահեցնում են, նույնիսկ համոզում, թե խաղաղությունն արդեն հաստատված է, հիմա միայն հողին է փորձում կանգնել։ Մենք շատ հաճախ խոսելով դետալներից, շատ հաճախ խոսելով պրոցեսից, շատ հաճախ խոսելով ուրեմն մեր ամենօրյա լրահոսից, ընդհանուր պատկերը ինչ որ չափով լղոզում ենք կամ մոռանում ենք։ Լրահոսի մասին փորձագետները դեռ կխոսեն, բայց եթե նրանց Հայաստանի ու հատկապես Ադրբեջանի իշխանությունները պնդում համոզում են, թե երկու երկրների միջև խաղաղությունն արդեն իրողություն է, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայերի փաստը ինչի մասին է վկայում։ Շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության այս գործընթացի տրամաբանության մեջ։ Երկու հասարակություններն էլ իրենց ընկալումները ունեն այս հարցի շուրջ։ Մի կողմի համար սա վրեժ խնդրության, միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին է, մյուս կողմի համար սա շատ այսպես պարզ հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ է։ Կամ գործընթացը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, դատախազության այսպես ասած ճակերտավոր եզրակացությունը ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես ճակերտավոր ֆաշիստական պետություն, այդ մարդկանց ներկայացնել այդպիսի։ Ինչ վերաբերում է ադրբեջանական մեդիայում շրջանառությունից դուրս չեկող հակահայկական նարատիվներին, միայն վերջին 5 ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական Ազերթաջ լրատվական գործակալությունը 161 հոդված է հրապարակել, Հայաստանը անվանելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Հիմա քննարկում ենք արդյոք մենք ուրեմն մի թեզ, որը որ անիրատեսական է, անհնարին է եւ բացահայտ քարոզչական է, ոչ չեն քննարկում, որտեղ դրա իմաստը չկա, որովհետեւ չկա աշխարհերեսին հնարավորություն, որ Ադրբեջանը չէ, Թուրքիան չէ, Միացյալ Նահանգները չէ, աշխարհերեսին որևէ պետություն կարողանա կազմակերպել, որպեսզի Հայաստանում 300,000 ադրբեջանցի տեղափոխվի ու բնակվի։ Կոնկրետ այս դեպքում այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեզը դեռ 90-ականներից եղել է, բայց վերջին տարիներին նոր թափ է ստացել։ Հետևաբար իրենք դա հիմնականում օգտագործում են չեզոքացնելու համար վերադարձի նարատիվը հայկական կողմից։ Ադրբեջանագետը սակայն հակադարձում է։ Ալիևն այս թեզը օրակարգ բերեց 2022-ի տարեվերջից, կոնկրետ Պրահյան հանդիպումից հետո, երբ հայկական կողմը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ալիևի ելույթում կա, որ շեշտում է, որ այս թեման բարձրաձայնվում է մենակ նրա միջոցով, որովհետև Արցախի թեման ցակված է։ Բայց բացի դա, այստեղ շատ մի մեծ տրամաբանական թակարդ կա։ Այստեղ խնդիրը վերադարձի կամ ինչ-որ տես իրավունքների մասին չէ։ Այստեղ խնդիրը այն է, որ Ադրբեջան պետությունը Հայաստանի Հանրապետության տարածքն պետական մակարդակով քարոզում ու ներկայացնում է որպես իր պատմական հող։ Հայ-ադրբեջանական քաղաքասարակությունների հանդիպումները շարունակվելու են։ Ադրբեջանցիները Երևան են գալու, մեր փորձագետները Բաքու են գնալու։ Միայն թե ժամկետների շուրջ պայմանավորվածություններ չկան, որոշ ժամանակ դադար են վերցնում։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են, ուշադրության կենտրոն ներքաղաքական զարգացումներ են գալու։ Ադրբեջանում էլ են սպասելու մեր ընտրությանը։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
Փաշինյան-Պուտին ապրիլ 1-յան հանդիպումից հետո նախ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ռուս սելխոզնաձորն ավելի հետևողական է լինելու Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանմանը։ Հետո տեղեկություններ տարածվեցին, որ հայկական ընկերություններից մեկին արգելել են կոնյակ արտահանել Ռուսաստան։ Լրագրողները ազգային ժողովի նախագահի հետ ճեպազրույցում հետաքրքրվել են այս ընթացքով ինչպես պետք է լուծվեն արտահանման խնդիրները դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։ Փորձագիտական համայնքի հորդորն է Հայաստանի կառավարությանը ծանր ու թեթև անել Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման մտնելուց առաջ, հաշվի առնելով տնտեսական կապերը։ Այդ երկրում մոտ 2 միլիոն հայ է բնակվում։ Շատերն այնտեղ բիզնես գործունեություն են ծավալում, գումարներ ուղարկում Հայաստան։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վատ թարացումը կբերի տարբեր խնդիրների առաջացման։ Գազի գինը կբարձրացնի ընդհանրապես էներգակիրների գինը, հենց որ այդ փական Ռուսաստանը փակի, մենք միանգամից հայտնվելու ենք ծանր վիճակում, առավել եւս որ խնդիրը միայն էներգակիրները չեն։ Ռուսական շուկայում հայկական արտադրանքը կարող է խնդիրների հանդիպել, այնտեղից ուղարկվող տրանսֆերներ, այնտեղ գտնվող հայկական բիզնեսների։ Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ գազի գինը Եվրոպայում անցնում է $600 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին $177.5 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է, տարբերությունը էական է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը այս օրինակը բերեց Հայաստանի դեպի Եվրամիություն գնալու ցանկություն ունենալու մտադրությունների ֆոնին։ Լրագրողները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հիշեցրին, որ Ալեն Սիմոնյանն էլ հայտնել է, թե եթե Ռուսաստանի Դաշնությունը գազի եւ մյուս հարցերի մասով որոշում կայացնի, որոնք Հայաստանի շահերից չեն բխի, Հայաստանը դուրս կգա հապկից էլ, ԵԱՏՄ-ից էլ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նման ակներ չի արել։ Ձեզ եմ հարցում, ինչի պետք է տան։ Այսինքն ակներ Մի վարքյան, չի հնչել։ Մենք որևիցե սպառնալիք չենք մեզանից ներկայացնում Ռուսաստանին։ Լրագրողները ազգային ժողովի նախագահին հարցրեցին, Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները ըմբռնումով են մոտենում հայտարարություններին, թե Հայաստանը ԵԱՏՄ-ում կմնա այնքան, որքան կարող է։ Տեսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, խոսանք դրա մասին, հիմա ինչ եք։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է մենք միևնույն ժամանակ փորձում ենք համատեղել։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կլինի դա ԵԱՏՄ-ի որոշումը կամ Երևանի որոշումը, այդքան կարևոր չի։ Եթե Հայաստանը դուրս եկավ, այդ պահին շատ լուրջ խնդիրներ են սկսվելու Հայաստանի տնտեսության համար։ Ազգային ժողովի դահլիճում ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը 2025-ի վիճակագրությունը ներկայացրեց։ Ըստ պատգամավորի ցուցանիշների Հայաստանի զինված ուժեր են զորակոչվել զորակոչի ենթակաների 35%-ը, իսկ մոտ 30%-ը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Ստացվում է անարդար եւ անհավասար իրավիճակ։ Բանակից խուսափողները ավելի շատ են, քան ծառայողները։ Գործող օրենքով ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ եւ ըստ Հայկ Սարգսյանի նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Պատգամավորն առաջարկեց նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից եւս պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, յուրաքանչյուրին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Առաջարկում եմ նաեւ տալ քաղաքացիությունից հրաժարվելուն այլընտրանք, վճարել նույն 15 միլիոն դրամը եւ ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի։ Այս մեխանիզմը ըստ ԿՊԱ-ական պատգամավորի հնարավորություն կտա Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավելի հետախուզվող տղաների։ Առաջնորդելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Քվեարկություն։ Քվեարկության արդյունքում Հայկ Սարգսյանի զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը օրակարգ ընդգրկելը մերժվեց։ Դեմ քվեարկեցին քաղաքացիական պայմանագիր եւ պատիվ ունեմ խմբակցությունները։ Վարորդական վկայական ստանալը կարող է դառնալ ավելի դյուրին։ Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է տեսական քննությունը հաջող հանձնելու դեպքում գործնական քննության մասնակցելու համար նախատեսված 1 տարվա ժամկետը երկարաձգել մինչև 2 տարի։ Սա համակարգը քաղաքացու համար կդարձնի ավելի ճկուն եւ հարմար։ Նախագծով ենթադրվում է, որ տեսական քննության թեստերը ներառելու են բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերող հարցեր, որոնց համար դիմողը հանձնում է քննություն, նախապես կբացառվի ոչ նպատակային հարցերը եւ կբարձրացվի գնահատման օբյեկտիվությունը։ Եթե մենք ցանկանում ենք, որ
օրինակ վարորդների դժգոհությունը նվազեցնենք եւ այդ առումով սա մի կողմից կարելի է դիտել որպես դրական քայլ այդ ուղղությամբ, էլի, որտեղ մենք մարդկանց հերթերն ենք փորձում կրճատել, վերահանձումների կրճատում ենք կատարում եւ դրանով որոշակի փորձում ենք քաղաքացիների այն դժգոհությունը, որ մեր հերթագրումները ամիսներ անց է լինելու է, դա նվազեցնենք։ Մայրաքաղաքի տրանսպորտում նախորդ շաբաթ տհաճ միջադեպեր են եղել։ Գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետը եւ մանրամասնել, որ ավտոբուսներում լեզվակռիվները վերածվել են նաեւ վարորդների վրա հարձակման։ 3 մարդու ձերբակալել են, 4-րդն էլ անցնում է այդ գործով։ Այսուհանդերձ նույն ժամանակահատվածում Երևանի հանրային տրանսպորտից օգտվողների վճարումները նախորդ շաբաթվանից աճել են 15-ից 30%-ով։ Ըստ քաղաքապետի գործընթացը, որով անցնում է համակարգը, կարևոր է եւ անհրաժեշտ։ Փաստացի վարորդները քաղաքապետի դիտարկմամբ առանց այն էլ ծանր աշխատանքից բացի կարևոր վերահսկողական ֆունկցիա են իրականացնում։ Վարորդները ում աշխատանքային պարտավորությունն է, ում պայմանագրային պարտավորությունն է նաեւ հետևել, որպիսի վալիդացիան իրականացվի, որպիսի կատարվի համապատասխան վճարումը եւ դրանից հետո իրականացվի վալիդացիան, որքան էլ որ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք մնում են հիմնականում անվրդով, իրականում որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ, դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ։ Դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ։ Պարտադիր զինվորական ծառայության տարկետման նոր կարգավորումը հայտնվել է կրթության եւ աշխատաշուկայի խաչմերուկում։ Կառավարությունը սահմանում է մեխանիզմ, ըստ որի Academic Ranking of World University-ի վարկանիշավորման համակարգում տեղ գտած աշխարհի առաջատար top 50 բուհերում սովորող քաղաքացիները կարող են ստանալ տարկետում, պայմանով, որ ուսումը ավարտելուց հետո քաղաքացիները առնվազն 3 տարի կաշխատեն Հայաստանում։ Այդ ժամկետից հետո նրանք կարող են նաեւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։ Պաշտոնական հիմնավորումների համաձայն նոր համակարգը նպատակ ունի խթանել քաղաքացիների վերադարձը Հայաստան։ 570 շուրջ անձի մասին ենք խոսում եւ պոտենցիալ նաեւ այս անձանց այս որոշումները կարող են վերաբերել։ Այս պահին արդեն 50-ից ավել մեր քաղաքացիներ ավարտել են իրենց ուսումնառությունը, վերադարձի ցուցանիշները ամենևին լավը չեն, պետք է ասել, որ հիմնականում չեն վերադառնում։ Նախատեսվում է, որ տարկետում կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում կաշխատեն հանրային կառավարման, կրթության եւ գիտության, ռազմաարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, առողջապահության եւ ֆինանսական ոլորտներում։ Սակայն մասնագետները նշում են, որ միայն պարտադիր աշխատանքի պահանջը բավարար չէ։ Ըստ նրանց անհրաժեշտ է ստեղծել նաեւ այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին ինքնուրույն նախաձեռնություններ սկսել եւ լիարժեք իրացնել իրենց ներուժը, քանի որ փոքր ու նորաստեղծ ընկերությունները կարող են ցուցակից դուրս մնալ։ Օրինակ արտասահմանյան երկրներում հենց այդ համալսարաններն են խրախուսում, որպեսզի համալսարանների առընթեր ստարտափ ստեղծվի, նույնիսկ համալսարանը սկզբնական շրջանում մեծ օժանդակություն է ցույց տալիս, որպեսզի այդ ստարտափը ոտքի կանգնի։ Հարվարդում սովորելուց հետո երիտասարդը Հայաստանում կգտնի այդ ստանդարտներին բավարարող որևէ ընկերություն, որտեղ աշխատի։ Նրա համար ավելի հեշտ կլինի այն ստանդարտները բերել Հայաստան եւ ինքը ինչ-որ մի բան ստեղծի։ Միևնույն ժամանակ փորձագետները մտահոգություն են հայտնում, որ տեղական աշխատաշուկան դժվար թե կարողանա մրցունակ վարձատրություն ապահովել սկսնակ մասնագետների համար։ Արտերկրում նույն աշխատանքի դիմաց առաջարկվող բարձր աշխատավարձերը կարող են խոչընդոտել երկարաժամկետ վերադարձին։ Փորձագետները չեն բացառում նաև, որ 3 տարվա պարտադիր աշխատանքից հետո քաղաքացիները կրկին կլքեն երկիրը կարիերայի ավելի լայն հնարավորությունների որոնմամբ։ Ըստ էության, եթե նրա աշխատավարձը բարձրանա 3 տարվա ընթացքում եւ նա էլի կանգնի իր ընտանիքը պահելու խնդրի առաջ, բարձր որ նրան ավելի հեշտ կլինի այդ նույն աշխատանքը արտասահմանում անել։ Այդ նախագիծը անելուց առաջ պետք է ինձ թվում է Հայաստանում այդ ուսումնասիրություն կազմակերպել եւ մոտավորապես թվերի լեզվով հասկանային, թե ինչպիսի արդյունք կունենա։ Նոր կարգավորումը կարող է կարևոր քայլ լինել մասնագիտական ներուժի վերադարձի ուղղությամբ, նկատում են մասնագետները, սակայն դրա արդյունավետությունը մեծապես կախված է նաև այն բանից, թե որքան գրավիչ պայմաններ կստեղծվեն Հայաստանում երիտասարդ մասնագետների համար։
Հայաստանի խոշոր եղջերավոր կենդանիների թիվը շարունակում է նվազել։ Պաշտոնական տվյալների համաձայն այս տարվա սկզբին հանրապետությունում հաշվառվել է շուրջ 476,000 գլուխանասուն, մինչդեռ 1 տարի առաջ այդ թիվը գերազանցում էր 490,000-ը։ Վերջին տարիներին անկումը հասնում է ավելի քան 20%-ի, նվազման միտումը նկատվում է գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում, օրինակ, կենդանիների թիվը զգալիորեն կրճատվել է, 5 տարվա ընթացքում 100,000-ից իջնելով շուրջ 72,000։ Նման պատկեր է նաև Արագածոտնում, Սյունիքում և Արմավիրում, որտեղ անասնագլխաքանակը տարեց տարի նվազում է։ 2021 թվականին 613,000 խոշոր եղջերավոր էր հաշվառվել։ Թվերը նվազում են գրեթե բոլոր մարզերում։ Գեղարքունիքում շուրջ 72,000 խոշոր եղջերավոր է հաշվառվել։ 2024-ին թիվը 4,000-ով ավելի մեծ էր։ 5 տարի առաջ ցուցանիշն անցնում էր 100,000-ը։ Արագածոտնում 53,000-ն են հաշվառվել, 2,000-ով պակաս, քան 1 տարի առաջ։ 5 տարիների ընթացքում մարզում կենդանիների թիվը նվազել է մոտ 20,000-ով։ Սյունիքում 5 տարի առաջ ավելի քան 23,000 կով կար, հիմա 15,500-ի էլ չի հասնում։ 2021-ին Արմավիրում կովերն ավելի քան 17,000-ն էին, այժմ 14,500-ի էլ չեն հասնում։ Անասունների գլխաքանակի անկումը Հայաստանում ըստ մասնագետների պայմանավորվում է մի շարք հանգամանքներով, սնուցման հետ կապված խնդիրներով, հողային ռեսուրսների վատ վիճակով, ֆինանսական եւ շուկայական տարաբնույթ ճնշումներով, պետական աջակցման անհավապատասխանությամբ եւ սոցիալական փոփոխություններով։ Վկայաբերվող պատճառների թվում հիշատակվում են նաեւ Ադրբեջանի հետ սահմանային խնդիրների հետևանքով արոտավայրերի անհասանելիությունը, շուկայական ներքին հարցերն ու ցածր եկամտաբերությունը։ Ֆերմերները տրտնջում են նկատելով, որ անասնապահությունը Հայաստանում դարձել է անշահութաբեր գործ։ Հայաստանում անասունների թվաքանակի անկման պատճառներից մեկն էլ խոտի բարձր գինն է։ Ոնց նայում եմ, sense մի քանի տարի հետո անընդհատ մինուս է գնալու տարածաշրջանում։ Եթե դրա թեմը չառնեն, ինչ որ մի բան պիտի հարվի։ Գնալով էլի հետ է գնալու։ Կոնկրետ մեր գյուղում ինչքան որ կա, դրա 50%-ն էլ ապակասել։ Ալնը դերին սպանդանոցային մոտ բացարձակելի փողերը վատնում են։ Մարդիկ ստիպված չեն կարողանում իրանց բուծած կենտանի նորմալ ձևով իրացնել ու ընդհանուր առմամբ կերի խնդիրը կա, որ կերային մշակաբույսերի ցանկատարածները պակասել են, կերակադրություն չկա, լոգիստիկայի առումով էլ ժամանակ առ ժամանակ ճանապարհները փակվում են, կերը ուշանում է։ Չնայած պետական ծրագրերին եւ աջակցությանը ոլորտում առկա խնդիրները շարունակում են կուտակվել։ Եթե իրավիճակը չփոխվի, մասնագետների կարծիքով առաջիկա տարիներին անասնապահությունը կարող է կանգնել ավելի լուրջ մարտահրավերների առաջ, ազդելով ոչ միայն գյուղացու եկամտի, այլև երկրի պարենային անվտանգության վրա։ Արմավիրի Երևանյան Բաղրամյան փողոցների խաչմերուկում օդը կանգնած է։ Ամենուր հակասանիտարական ու գարշահոտ վիճակը չի վերանում։ Կեղտաջրերը ողողել են ինչպես փողոցը, այնպես էլ բակային տարածքները, լցվում են անգամ նկուղներ։ Հոտը նույնիսկ մի քանի խաչմերուկ այն կողմ է զգացվում։ Ամեն օր ազանգում են վիոլա ջուր, Արմավիրի մարզպետարան, Արմավիրի քաղաքապետարան, սակայն ոչ մի դրական լուծում։ Հիմա այստեղ պիտի լինեք, որպես այս գարշահոտը, այս հակասանիտարական վիճակը տեսնեք։ Նայեք, կեղտաջրի միջով մարդը գնաց։ Արմավիրցիները զայրացած ու զարմացած են։ Միթե Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը չեն տեսնում այդ վիճակը։ Հաճախ են անցնում այդ հատվածով։ Տեսի փլվելու է։ Բակը դատակ է։ Ու այսինքն են գարաժի կողը, շենքի մեջ, սա։ Նույնիսկ ձևի հետ է կողմը։ Այս ձևի 9 ամիս, հա։ 9 ամիս հատել այնտեղ կամքանն։ Հա։ Ոտնալ սպանում է։ Մի ամսից չենք կարող ապրենք, արևը հելա։ Հրապարակումից կար ժամանական Վեոլիաջուր ընկերության Արմավիրի մասնաճյուղի աշխատակիցներն են գործի անցել։ Հատուկ տեխնիկա են բերել բացել խցանված խողովակները։ Այսպիսով կեղտաջրերի հոսքը դեպի փողոց դադարեցվել է։ Բնակիչները նշում էին, որ Վեոլիաջուրի աշխատակիցները հատուկ մեքենայով մաքրել են դիտահորերը, ինչից հետո տեսնում եք հիմա այս պահին կեղտաջրերի հոսք չկա։
Վերջնական լուծման համար պետք է կոյուղատարներն ու դիտահորները հիմնովին փոխվեն, իսկ դրա համար հսկայական ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որոնք պետք է նաև կառավարությունը տրամադրի։ Ապրիլի 11-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Քուչակապարան ճանապարհին Նիսանը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի բախվել ՆԳՆ հաշվեկշռում հաշվառված ու ոստիկանության գվարդիայի կողմից շահագործված Հոնդա ավտոբուսին։ 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն, որտեղից մի մասին ռանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տես որ ասում ենք արգելապատնեշները փրկում են, ճիշտ է, ողբերգական է, բայց տես երկաթը չլներ ավտոբուսը կգլորվեր ձորը։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի Հրշեջ փրկարարներն ու բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի բարեկները եւ Ապարան բժշկական կենտրոնի ստախոդության բժիշկների հերթապահ խմբերը։ Ապրիլի 12-ին Երևան երաշճանապարհին 61-ամյա Հուսիկը Hyundai-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, մի քանի պտույտ գլորվելով գողաշրջված հայտնվել դաշտում։ Վարորդն ու ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղևորը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Տեղում էին փրկարարծարայության Արարատի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Վիրավորները ամուսիններ են։ Վիրավորներից մեկին փրկարարներն ու պարեկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ավտոմեքենան էլ տեսնում եք ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոն, կարելի ասել, մետաղե ջարդոնի։ Ապրիլի 12-ին Մայրաքաղաքում Բաղրամյան պողոտայում բախվել են Բիդը եւ կայանված Մերսեդեսը։ Վերջինը Բիդի հարվածից մասամբ հայտնվել է գազոնում, իսկ հետևի անվատողն ամբողջությամբ կոտրվել է։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Բարեբախտաբար դժվարներ չկան։ Ապրիլի 11-ին Թբիլիսյան Խճուղու եւ Զաքարիա Քանաքերցի փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Note, Vaz 2101-ը եւ Mazda 6-ը։ Վերջինը կոտրել է բազալտե եզրաքարը, հայտնվել անվտանգության կղզյակում։ 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են, մեկը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, մյուսը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի բարեկները։ Գյումրի քաղաքի անկախության հրապարակում բախվել են 46-ամյա Հարությունի Մերսեդեսը եւ 41-ամյա Սարգիսի Մերսեդեսը։ Դրանցից մեկի 40-ամյա ուղևորը տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, իսկ մյուս Մերսեդեսը բախվել է Երկաթե Էլեկտրասյանը։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները։ Ապրիլի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Մայրաքաղաքում 29-ամյա Արմանը ջիպով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա Ռուբենին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն։ Օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներն օգնել են վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Իմ տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ